Պարոն Մխիթարյան, դուք ինչ կպատմեք առաջին օրվանից նստացույցի։ Մենք նախաձեռնել ենք ակցիան, առաջի օր շատ լավ էր, շատ ակտիվ էին, շատ լավ աշխատեցին լրատվամիջոցները, կարելի ասել երեք երկու օրակարգ կար, մեկը Բաքվից ժամանած Բաքվի դեսպաններն էին, մյուսը Լիդիայի ազատության պահանջներ, դա լրագրողների շնորհքն է իհարկե, որ դրան հասանք եւ իհարկե հասարակության կողմից բավականին լայն արձագանք կար, ինչպես գալով, աջակցելով, այնպես էլ սոցիալական ցանցերում մեզ գրելով, որ միանում են եւ նորից կասեմ, այստեղ դատախազությունից պահանջելու, ես չգիտեմ, իրանք խոշոր հաշվով որոշիչ դեր չեն, իրանք ցույց են տվել այս ընթացքում, որ իրանք որոշումներ կայացնողներ չեն, որոշում բոլորովին այլ տեղ է կայացվում եւ իրանք հրահանգվում է։ Դրա համար էլ այս կինը եւ մյուսները, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Վահագն Չախալյանը բոլորը համարվում են քաղբանտարկյալներ, այլապես ուղղակի կհամարվեին բանտարկյալներ, որովհետեւ պատվերը քաղաքական է։ Իրանցից մեկ պահանջ չունենք, ասենց ասեմ, սա իրազեկում է հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի բաներ է կատարվում, քանի որ հասարակության ամբողջ շերտը չի, որ սոցիալական ցանցերից կարողանում է տեղեկանալ այս ամեն ինչին եւ այսօր ժամանակներն այնպիսին են, որ ինչ ասեմ, լրատվական մեծ հոսք է եւ սուտն ու կեղծիքը շատ դժվար է տարբերել։ Այսօր մարդիկ մոտենում են, իրենց ներկայացնում են վիճակը, խոսքով դրական է։ Այս ակցիան դրական է, եթե շարունակական լինի շատ կարճ ժամանակում, կարծում եմ արդյունքները եւ ժողովրդի մտածողության մեջ բավականին լավ փոփոխություններ կարող է լինել։ Իսկ Լիդիայի հարազատներից արձագանք ունեք։ Լիդիայի հարազատներից իհարկե իրանք տեղյակ են այս ամեն ինչի մասին եւ դրական են վերաբերվում, ընկերներից եւ ընկերներից հարազատներից կարծեմ ներկա են եղել, ես շուտ եմ գնացել, տեղյակ չեմ, բայց կարծեմ եկել են 3-ից 4-ից հետո, եթե չեմ սխալվում։